Արձակման գծում աչի եզրը վստահվել է Լուկ Ռոբերտը Մերիլին համար 17 ձախից խաղալու է Լևոն Պետրոսյանը համար 10-ը փորձում են գրող ձեռնարկել Վանի ֆուտբոլիստները փոխանցում ձախ եզր Խամես Սանթոսը հասավ գնդակին Խամես ներխուժում է Տուգանային հրապարակ Խամեսը վտանգավոր է Գրանադո Վագն Այրապետյան եւս մեկ հեռվից արված տեսանք որսած գնդակը Մանուկյանը Խամես Էրիկի Ստացա պատասխան փոխանցումը Էրիկին եւս մեկ տեղափոխություն եւ Ջեֆերսոն Գրանադոյի Ստացավ գնդակը Կիրակոսյանը երկար փոխանցում առաջ Վտանգավոր է Ժոտա արվածում է Ժոտան Խանկերոչը Սիդամոնիձե մտավ Տուգանային հրապարակ Սիդամոնիձեն այդ փոխանցում է կատարում Բուխալ Հերվից արված եւ Կաֆե Կիրակոսյան գեղեցիկ խաղարկում էր եւ եւս մեկ փոխանցում եւ Գրիգորի Մաթեոսյանը վերցրեց գնդակը սա հետ փոխանցում էր Բուխալ արվածում է Բուխալը եւ Գանձասարի ֆուտբոլիստները արկել է պատի տակ Այրապետյան փոխանցում է կատարում շատ հետաքրքիր էր եւ 11 մետրանոց Պետրոս Ավետիսյան արվածում է Ավետիսյանը եւ չի կարողանում գրավել Գոր Մանուկյանի պաշտպանած դարպասը Լևոն Պետրոսյան ստացավ պատասխան փոխանցումը Գրիշա Պարոնյանից Լևոն Պետրոսյան փոխանցումը Աչիեզեր Եվս մեկ փոխանցում եւ գնդակը հայտնվում է դարպասում Գանձասարը ամեն դեպքում Սուլեց մրցավարը եւ գնդակով Վանն է երկրորդ խաղակեսի սկզբում փոփոխություններ չկան հիշեցնեմ կազմերը 88 Խամես Սանթոս հիմա հետևենք այս գրոյին Ժոտա եւ որսում է գնդակը Գրիգորի Մաթեոսյանը Կրկին Մկոյան բարձրից Տուգանային հրապարակ վտանգավոր է արված է Ժոտան Գրեթե 15 րոպե անցավ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջին կեսում գրանցված արշիվը դեռ չի փոխվել Լուկաս Կաֆե Սանթոս եւ գոլ Հավասարեցնում է խաղի արշիվը Վանը Խամես Սանթոսի փոխանցումից հետո Գնդակը հայտնվեց դարպասում Ջեֆերսոն Գրանադոն գրավեց Գանձասարի դարպասը Չկարողացան հեռացնել գնդակը հյուրերի ֆուտբոլիստները սպասեն կրկնապատկերին Վանի միանգամից երկու ֆուտբոլիստ պայքարում էր գնդակին հասնելու համար Ահա Խամեսի փոխանցումը տեսեք Ժոտան Եվ Էրիկին եւս Տուգանային հրապարակում էին, բայց գնդակը գնաց Ջեֆերսոն Գրանադոյի ուղղությամբ Վասպուրակ Մինասյանը հեռացնել չկարողացավ եւ այսպես տարածությունից գլխի դիպուկ արվածով Ջեֆերսոն Գրանադոն Գնդակն ուղարկեց Գրիգորի Մաթեոսյանի պաշտպանած դարպասը Վագն Այրապետյան փոխանցում Տուգանային հրապարակ Բերտրան Մանին արվածեց Կար խախտում Գրանադո փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր է եւ նոր մոտեցումներ ենք տեսնում Գանձասարի կողմից Կարեն Բարսեղյանն ու իր մարզչական շտաբը լուրջ աշխատանքներ են կատարում, հիմա վտանգավոր է եւ շեղ է արվածում Կիրակոսյանը Օբոնդե բարձրից ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ եւ Գոր Մանուկյանը որսած գնդակը Օբոնդե գործրեց գնդակը Սիմոն Օբոնդեն Ժոտա մտավ Տուգանային հրապարակ Ժոտան եւ գոլ 2-1 Վանը հաղթում է Գանձասարին եւ Ժոտան ի վերջո կարողացավ իր հնարավորությունը գոլ դարձնել առաջին կեսում վայր ունեցավ երկրորդ կեսում եւս ունեցել էր բայց վրիպել էր իսկ հիմա
Այսպես հագադրում են նրան Վանի ֆուտբոլիստները։ Շատ գեղեցիկ գոլ խփեց։ Ձեռնունայն թողեց մրցակցի պաշտպաններին։ Էրիկի Ռոդրիգեսից ստացավ գնդակը, Շունտո Կանդան ու Տարոն Ոսկանյանը ասկում էին նրան, բայց մեկը պումով երկուսին էլ շրջանցեց, մտավ Պուգանային հրապարակ և գրավեց Մաթեոսյանի պաշտպանած դարպասը, հանեց մարզաշապիկը, դրա համար իհարկե կզգուշացվի Դերին քարտով։ Ահա այսպես Տարոն Ոսկանյանի կողքով նետեց գնդակը և հայտնվեց նպաստավոր դիրքում։ Եվս մեկ անգամ երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել խաղի ընթացքը Վանը։ Այսպիսի թիմ է Շարենցավանը ներկայացնող Վանը։ Լուկաս Կաֆեն այստեղ Սիմոնո Բոնդեից խլեց գնդակը, այլ ներդրում ունեցավ, մեծ ներդրում ունեցավ այս գոլում։ Պետրոս Ավետիսյան փոխանցում ձախ եզր։ Պուգանային հրապարակ է ուղարկում գնդակը Գանձասարի ֆուտբոլիստը, բայց Բերտրան Մանին հասնել չկարողացավ։ Մաթեոսյանը չի հեռացել։ Պետրոս Ավետիսյան, Յուրի Մարտիրոսյան և կար կանոնների խախտում, բայց սունում է մրցավարը, խաղն ավարտված է, Վանը շատ բարդ պայքարում 2-1 հաշվով։ Առավելության ասավ։